Բարձես պարոն Բազայան, որ խնդրեմ ամփոփիչ կարող եք մեզ հետ զրուցել հասկանալու համար երկու շաբաթ է ինչ հանդիպումներ է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն իրականացնում տարբեր հասարակական կազմակերպությունների գործիչների հետ ակնկալել, որ հայաստանյան իշխանություններին ականջալուր կլինի վերջի վերջո արցախցիների հետ կապված հիմնական հարցերը։ Ուրեմն արցախցիները շատ հզոր հանրահավաք արեցին մարտի 29-ին հանրության քանակի առումով, էլի բազմահազարանոց հանրահավաք մարտի 29-ին, նրանից հետո Ազատության հրապարակում նստացույց են կատարում, բնականաբար մենք գրեթե մեր ազատ ժամանակը այցելում ենք արցախցիներին ցուցաբերելով բարոյական եւ քաղաքական աջակցություն։ Գործող իշխանությունները Նիկոլի գլխավորությամբ Արցախը միշտ համարել են բեռ Հայաստանի վրա։ Արցախը եղել է պատվար Հայաստանի համար։ Հազարավոր տարիներ Արցախն եղել է հայկական։ Արցախը Ադրբեջանի կազմում եղել է ընդամենը 70 տարի։ 21 թվականին ռուս-թուրքական Լենին-Աթաթուրք համաձայնագրով Արցախը ինքնավար մարզի կարգավիճակով թողնվել է Ադրբեջանի կազմում, այդ թվում նաև Նախիջևանն է թողնվել Ադրբեջանի կազմում։ Նախիջևանում հայեր չէին մնացել, դրա համար այնտեղ հնարավոր չէր բարձրացնել ազգերի ինքնորոշման հարց։ Արցախցիները 88 թվին բարձրացեցին իրենց ազգային ինքնորոշման հարցը, ուրեմն շարժումը սկսվեց Արցախյան հզոր շարժումը, որը արտնացրեց հայ ժողովրդի մեջ հայրենասիրական ոգին, ձևավորվեցին կամավորական ջոկատներ Հայաստանում եւ Արցախում, Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, մենք կամավորականներով կարողացանք պաշտպանել Արցախի բնակավայրերը մեր հայրենակիցներին, մեր թիկունքում հնարավորություն տալով ձևավորելու հայոց ազգային բանակը։ Ուրեմն 92 թվականի փետրվարի 28-ին եղավ հրամանագիր ձևավորել Հայաստանի ազգային բանակը։ Ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ Մենք կամավորականներով արդեն հաջորդ տարի 93 թվականին մեր բանակում զորակոչված 92-ի գարնանը զորակոչված զինվորները մեր հետ կողք կողքի կռվում էին թուրքերի դեմ եւ մեր հետ հավասար ուրեմն պայքարում էին ու պաշտպանում էին մեր հայրենիքը։ 94 թվին մեր փառավոր հաղթանակով ավարտվեց այդ պատերազմը, ոչ թե ամբողջությամբ ավարտվեց, այլ 94 թվականի մայիսի 12-ին կնքվեց հրադադարի պայմանագիր։ Դրանից հետո մենք ունեինք Արցախի հետ միացած, Հայաստանն ու Արցախը միացած ավելի քան 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Նիկոլը ժառանգել է նախկիններից Հայաստանն ու Արցախը միասին 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ես նախկիններին չեմ արդարացնում, ես բազմիցս եմ հայտարարել, որ նախկինները եթե լավ ղեկավարեին մեր պետությունը, արդարություն լիներ Հայաստանում, Նիկոլի նման մի հատ անգրագետ, կիսագրագետ մեկը չէր կարող փողոցից գալ վերցնել իշխանությունը։ Ուրեմն 18 թվականին ոչ թե որևէ հեղափոխություն է եղել, այլ շատ պարզ իշխանափոխություն կամ պայմանավորված իշխանատվություն է եղել։ Նիկոլը վերցրեց իշխանությունը, գնաց 19 թվականին Արցախ եւ իր ճղճղան ձայնով հայտարարեց Արցախը Հայաստան է եւ վերջ սրելով իրավիճակը։ Իսկ այդ բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, վաճառելով իր նավթը, իր գազը, իր բնական ռեսուրսները եւ մեծ քանակի ռազմական տեխնիկա կուտակելով։ Բացի դրանից, ուրեմն 44 օրյա պատերազմում մենք մենակ էինք, իսկ Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ, իրենց ցեղակիցներ Թուրքիան, որը մատակարարում էր Ադրբեջանին անօթաչու թռչող սարքեր, բայրակթարներ, այսպես կոչված, եւ ՆԱՏՕ-ի դասընթացներով անցած սպայական կազմը ղեկավարում էր այդ պատերազմը։ Ադրբեջանին օգնում էր նաեւ Իսրայելը, որը նրան մատակարարում էր հետախուզական ռազմական տեխնիկա։ Այդ թվում նաեւ Պակիստանը, որը Ադրբեջանին նորից մատակարարում էր ռազմական տեխնիկա, եւ Պակիստանը մի պետություն է, որը մինչեւ հիմա չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն։ Նորից եմ կրկնում, իսկ մենք մենակ էինք։ Ուրեմն 3 օր շարունակ մեր զինվորներն ու ազատամարտիկները բոլոր դիրքերը պահել էին։ 27-ին սեպտեմբերի 27-ին առավոտ շուտ սկսվել է պատերազմ, Նիկոլը ազգային ժողովում հայտարարում է. եկեք պայմանավորվենք, ինչ է լինի, մենք պես պարտված չենք ճանաչելու, ինչ է լինի, մենք պես պարտված չենք ճանաչելու։ Ես բազմիցս եմ հայտարարել, որ ինչա Նիկոլը բախտագուշակ էր, որ գիտեր, որ մենք պետք է պարտվենք, բայց մեզ պարտված չենք ճանաչելու։ Դրանից հետո, ուրեմն, անցավ մի որոշ ժամանակ, հոկտեմբերի 19-ին Պուտինը բազմիցս նայել է մեզ այդ կադրերը, հայտարարեց, որ ինքը Ալիևը համաձայնեցրել էր դադարեցնել պատերազմը, բայց Նիկոլը չի համաձայնվել։
որովհետև ասում եմ, որտեղ այնտեղ կար ուրեմն նաև պայման, որ փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակավայրերը, այդ թվում նաև Շուշի։ Ենթադրենք մի քանի 100 ադրբեջանցի ընտանիք գալիս էին բնակվելու Շուշի, բայց այդ ժամանակ ուրեմն Հադրութը մերն էր, Շուշին մերն էր, ամբողջ Արցախը մերն էր, Քարվաճարով, Բերձորով մերն էր, այդ ամբողջ տարածքը։ Ուրեմն Նիկոլը չհամաձայնվեց, դիտավորյալ ինքը շատ լավ գիտեր, որ Ադրբեջանը հզոր ուժեր է կուտակում հարավային սահմանում։ Ադրբեջանցիք մեծ ուժեր կենտրոնացնելով Հադրութը վերցրեցին, եկան հասան մինչև Շուշի, Շուշին վերցրեցին։ Շուշին վերցրել են, Նիկոլը հայտարարում է ազգային ժողովում։ Շուշին մեզ պետք էր, Շուշին մի հատ դժբախտ դժգույն քաղաք էր։ Բոլորս գիտենք, որ Շուշին բերդաքաղաք է։ Շուշին վերցրեցին, Ստեփանակերտ արդեն ափի մեջ է։ Ամեն ձևով ցանկացած զինատեսակով կարող են խփել Ստեփանակերտին։ Ուրեմն նոյեմբերի 9-ին առավոտ գիշերով կնքվեց երրակողմ համաձայնագիր, հրադադարի երրակողմ համաձայնագիր։ Ուրեմն այդ համաձայնագրով Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց ոչ միայն այն տարածքները, որ նրանք վերցրել էին Աղդամ, Զանգելան, Ջեբրայել, Ֆիզուլի, Ղուբատլի եւ այլն, այլ ամբողջ Քարվաճարի շրջանը եւ Բերձորի շրջանը, որ մեր զինվորներն ու ազատամարտիկները պահել էին ավելի քան 3000 քառակուսի կիլոմետր տարածք, հենց այնպես թղթի վրա ստորագրեց, հանձնեց Ադրբեջանին ու Արցախը կտրեց Հայաստանից։ Հետո ինչ եղավ արդեն, տեսանք ինչ եղավ, շրջափակեցին Արցախը, մի տարի շարունակ արցախցի մեր հայրենակիցները շրջափակված պայմաններում ապրեցին, ունեին սննդի կարիք, ունեին դեղորայքի կարիք, չկար ասենք վառելանու, չկար լույս, չկար ջուր, չկար եւ այլն, այդ պայմաններում ապրեցին մի կերպ մի տարի։ 23 թվականի ուրեմն սեպտեմբերի 22-ին էր ադրբեջանցիք հարձակվեցին Արցախի վրա եւ արցախցիներին մաքրեցին, բերեցին, լցեցին Հայաստան ու պրծավ, Արցախում էլ հայ չկա։ Սա է եղել իրականությունը Նիկոլ Փաշինյանի 7 տարվա աշխատանքի ուրեմն գործունեության արդյունքում մենք ոչ միայն կորցրեցինք Արցախը, ուրեմն, այլ նաեւ մեր պետական պարտքը 6 միլիարդ դոլարից հասել է 12.8 միլիարդ դոլարի։ Բացի դրանից այս տարի թանկացրել են ուրեմն գույքը հարկը, հողի հարկը, աղբանության վարձավճարները, տրանսպորտի գինն են որոշ տեղեր թանկացրել։ Ես ուզում եմ շեշտել, որ տրանսպորտից օգտվում են գլխավորապես մեր հայրենակիցների չքավոր խավը, ուսանողությունը, թոշակառուները եւ այլն, այսինքն դրանով խփում են չունևորի գրպանին։ Իսկ ունևոր խավը մեծ գործարարները եւ այլն, բոլոր իշխանությունների օրոք եւ նիկոլական իշխանությունների օրոք իրենց ուրեմն եկամուտներից մասնաբաժին են անում իշխանությանը, փայ են տալիս, այսպես ասած, պետական հարկերն ու турքերը չեն մուծում եւ իրենց գործունեությունը շարունակում են։ Ուրեմն մենք Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 7 տարիների ընթացքում հաղթած ժողովրդից դարձել ենք պարտված ժողովուրդ, 42000 քառակուսի կիլոմետր տարածք ունենք ընդամենը ըստ Նիկոլ Փաշինյանի 29700 քառակուսի կիլոմետր տարածք, ուրեմն Խորհրդային միության օրոք Հայաստանի Հանրապետությունը ուներ 29000 ուղիղ 800 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ 60 քառակուսի կիլոմետրը ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ են, որտեղ թուրքերն եկել նստել են ու մեր բնակավայրերը արևելյան սահմաններում վերցրել են կրակի տակ։ Սյունիքից մինչև Տավուշ մեր բնակավայրերը սահմանամերձ Ադրբեջանի հետ կրակի տակ են այսօր։ Մենք ուրեմն ձևավորել ենք համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը, որպես այլընտրանք գործող ապազգային իշխանությանը։ Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին համախմբվել, մի կողմ թողնել իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, ուրեմն իրենց կողմնորոշումները մի մասը ռուսամետ են, մի մասը բան են, արևմտամետ են եւ այլն, այդ բոլորը թողնեն մի կողմ, համախմբվենք, ուրեմն ոտքի անենք մեր ժողովրդին, մի քիչ եղանակները տաքանան, ինձ կպնում են, ես այդ հայտարարությունները որ անում են նիկոլական ֆեյքեր, ես ինձ պատասխանը տվել եմ։ Ոտքի անենք մեր ժողովրդին, Աշոտскից մինչև Մեղրի, ուրեմն աննազանդություն այսօրվա պարտվողական կապիտուլյան թուրքամետ իշխանությանը։ Պարտադրենք Նիկոլի ու նրա կառավարության հերացումը եւ գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար ձևավորվելու է ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի արդար օրինական ազգային ժողովի նոր ընտրություններ։ Բնականաբար մեր հայրենակիցներին կներկայացվի պետության զարգացման բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական ծրագիր, համաձայնեցված քաղաքական ծրագիր, որի գլխավոր հիմնադրույթը բանակի հզորացումն է։ Նիկոլը Հայաստանը սարքել է ոստիկանապետություն, ոստիկանների քանակը ավելացրել է, նրանց աշխատավարձերը բարձրաստիճան ոստիկանների բարձրացրել է, ուրեմն տարին մի քանի անգամ նաև տալիս են մեկ աշխատավարձի չափով պարգևավճարներ,
եւ ոստիկանությունը ծառայում է գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Ուրեմն այս ոստիկանական ստորաբաժանումների ուղիղ կեսին պետք է ուղարկել բանակ զինծառայության եւ խիստ պատժամիջոցներ սահմանել բոլոր այն մարդկանց դեմ, ովքեր իրենց զավակներին տարբեր պատճառաբանություններով կփորձեն ազատել բանակում զինծառայությունից։ Մենք հզորացնում ենք մեր բանակը եւ ճիշտ դիվանագիտության արդյունքում մենք կարող ենք ունենալ լավ դաշնակիցներ, այսինքն այն պետությունները, որոնց շահերը Հայաստանի հետ համընկնում են։ Դա Իրանն է, որը միշտ հայտարարում է, որ սահմանային փոփոխություններ այս հատվածում ինքը չի ընդունելու, դա Հունաստանն է, որը լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ Կիպրոսի հարցով, դա Հնդկաստանն է, որը լարված հարաբերություններ ունի Պակիստանի հետ, այնտեղ մի քանի տասնյակ տարի առաջ պատերազմ եղավ այդ երկու պետությունների միջև Քաշմիրի մոմենտով, այդ թվում նաև Ռուսաստանը, որի հետ մենք ունենք ռազմաքաղաքական դաշնակցություն։ ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք մենք, որի գլխավոր դերակատարը Ռուսաստանի Դաշնությունն է, բայց քանի որ Նիկոլը եւ իր ուրեմն կողմնակից կուսակցությունները Հանրապետություն կուսակցություն, Խզմալյան, այնտեղ Շիրինյան, Բաբաջանյան եւ այլն, այսպես կոչած Եվրոպամետ, Արևմտամետ բանը Նիկոլա Պաշտները, նրանք ասենք բերել էին ազգային ժողովի ամբիոնին դրել էին Եվրոմիության դրոշը եւ խափում են մեր ժողովրդին, հանրաքվե անենք, միանանք Եվրոմիությանը։ Եթե ուրեմն հանրաքվե կազմակերպեին, պետբյուջեից փողեր ծախսեին, հանձնաժողովներ ձևավորեին, տպեին թերթիկներ, քարոզչություն եւ այլ 100%-ով էլ մեր ժողովուրդը քվեարկեր, որ մենք մտնում ենք Եվրոմիություն, Եվրոմիությունում մեզ չէին սպասելու, մեզ չէին ընդունելու Եվրոմիություն, որովհետեւ կան չափանիշներ։ Ես օրինակները բերում եմ։ Վրաստանը փորձեց գնալ արևմուտք, սրեց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ես չեմ արդարացնում ռուսներին, նրանք քինախնդիր են։ Սրեց հարաբերությունները Սաակաշվիլի օրոք Ռուսաստանի հետ, արդյունքում կորցրեց Հարավային Օսեթիան, կորցրեց Աբխազիան։ Մոլդովան փորձեց գնալ դեպի արևմուտք, կորցրեց մեզ Դնեստրի մերձակաշրջանը, որտեղ ավելի շատ ռուսախոս բնակչությունն է։ Ուկրաինան նույն ճանապարհով գնաց, արդյունքում ռուսները հարձակվել են իրենց ցեղակիցներ ուկրաինացիների վրա, Ուկրաինայից վերցրել են Դոնեցկի մարզը, Լուգանսկի մարզը, Ղրիմը եւ պատերազմը շարունակվում է։ Հիմա էլ վերցնելու են Զապորոժիեն, վերցնելու են Օդեսան, Ուկրաինային կտրելու են Սևծովից։ Սա է լինելու ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքը, որտեղ սա ռուս-ուկրաինական պատերազմ չի, սա Ռուսաստան-Արևմուտք պատերազմ է։ Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմ է, իսկ Ռուսաստանի թիկունքում Չինաստանը, Հնդկաստանն, Իրանն եւ Հյուսային Կորեան բոլորն էլ ատոմային տերություններ են։ Պարոն Բազայան, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո այսօր մի շարք պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանին համարում են օկուպանտ պետություն։ Գնահատական, որ խնդրեմ այս մասով կտակ։ Նման բան ես չգիտեմ, որ Լիտվայի արտգործնախարարը Լիտվան կարող է առանձին պետություններ նման ասենք ապուշ հայտարարություններ անեն։ Ալիևն է անդադ հայտարարում, որ Հայաստանը օկուպացրել էր իր տարածքները եւ իրենք ազատագրել են պատերազմով իրենց տարածքները, պարտադրելով հայերին ուրեմն խաղաղություն, բայց նաև խաղաղություն հայերը Հայաստանը չի ստանա, եթե չտա Ադրբեջանին իրենց ասելով Զանգեզուրի միջանցքը, եթե 300,000 ադրբեջանցի չգան բնակվեն Արևմտյան Ադրբեջանում ի նկատի ունի Հայաստանը, նրանք հայտարարում են, որ Երևանը դա Ռևան խանի հիմնադրած Երևանն է, ադրբեջանական քաղաք է, եւ Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է։ Թուրքիան եւ Ադրբեջանը մենք կանգնած ենք դրանց կոկորդին։ Նրանք մեծ Թուրանի գաղափարով են առաջնորդվում, մեր վերայով անցնեն, գնան Իրան, Իրանի արևմտյան Ատրպատական նահանգում մի 12-13 միլիոն ադրբեջանցիներ են ապրում, սրանց ցեղակիցները, գնան Միջին Ասիա, Թուրքմենստան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան, թուրքալեզու ժողովուրդներ են, Չինաստանի հյուսիս-արևմուտքում ուйգուրներ մի 40 միլիոն եւ Ռուսաստանում թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ եւ այլն։ Մեծ Թուրան, մենք կանգնած ենք դրանց կոկորդին։ Ուրեմն դա նրանք չեն ստանալու։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է եւ հաղթել է տարբեր ասպատակող քոչորական ցեղերին, մոնղոլ թաթարներեն, արաբներեն, թուրքերեն եւ այլն, մենք կարողացել ենք պահել մեր մշակույթը, մեր լեզուն, մեր ինքնությունը, մենք մի պետություն ենք, որ առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը, մեր հայ ազգի մեր տարբեր գիտնականները տարբեր գյուտեր են հնարել եւ տվել աշխարհին։ Մենք տվել ենք ուրեմն միայն Արցախը տվել է Խորհրդային Միությանը 5 մարշալ, միայն 5 մարշալ եւ երկրորդ համաշխարհային պատերազմում 300,000-ից ավելի հայեր զոհվել են այդ պատերազմի ընթացքում։ Մենք կռվող, մենք պայքարող, մենք հերոսական ժողովուրդ ենք ու Արցախը չի մնալու Թուրքին։
կրկնում եմ, իշխանափոխությունը մենք դիտարկում ենք ընդհանրապես որպես միջոց մեր ժողովրդի ու մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Իշխանափոխությունից հետո, սրանց հեռացնելուց հետո, բնականաբար Նիկոլն ու իր գաղափարակից պաշտոնյաները գնալու են ցմահ նստեն, ուրեմն ենթարկվել են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դատական պատասխանատվության, գնալու են ցմահ նստեն։ Իսկ թե ինչ կանեն Բերդում իրանց հետ, դա ես լավ գիտեմ։ Իրենք էլ գիտեն ինչ են անելու։ Իմ տարբեր հարցազրույցներից հետո նիկոլական, ուրեմն նիկոլապաշտները, նիկոլական ֆեյքերը իմ հասցեին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ են գրում։ Ես նրանց հայտարարել եմ, եթե տղամարդ եք, եկեք ինձ ճանաչեք, եկեք իմ հետ առանձին հանդիպման, եկեք իմ դեմ ասեք ձեր ասածը։ Թող գան իմ դեմ ասեն, թե չէ իրենց կանանց փեշերի տակ մտած հերվից հայհոյանքներ են գրում, դա տղամարդկային ձև չի։ Որքան Նիկոլն է տղամարդ, ով կզած է, կոպիտ եմ ասում, Ալիևի եւ Էրդողանի առաջ, այնքան էլ իրանք են տղամարդ։ Միայն իշխանափոխությամբ է պատկերացնում արցախցիների իրավունքի վերաբերյալ։ Ուրեմն արցախցիների իրավունքները պաշտպանված չեն, որովհետև այսօրվա իշխանությունները դիտավորյալ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ արցախցիք Հայաստան տեղափոխված արցախցիք Հայաստանից արտագաղթեն, թողեն գնան, որ եթե ընդդիմադիր շարժումները սկսվեցին, այդ մի քանի տասնյակ հազար արցախցիները չմիանան այդ շարժումներին։ Դրա համար իրանք այդպիսի պայմաններ են ստեղծում արցախցիների դեմ։ Իրենք ուրեմն արցախցիք մեր հայրենակիցներն են, նրանք Ադրբեջանի քաղաքացիություն չեն ընդունել, նրանց անձնագրերը հայկական անձնագրեր են։ Արցախում գործել է մեր դրամը, ոչ թե ադրբեջանական մանաթը։ Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է։ Ես եթե նման հայտարարություններ եմ անում, իմ ասեն գրում են, որ նորից ուզում ես պատերազմ հրահրել, մեր երեխեքին տանել, զոհել եւ այլ եւ այլ։ Առանց Արցախը հետ ենք բերելու այո, պատերազմով։ Մենք առաջի Արցախյան ազատամարտում պատերազմով հաղթել ենք Ադրբեջանին, ազատագրել ենք Արցախը։ Հետո նիկոլականների տարիներին ադրբեջանցիք պատերազմով 44 օրում հաղթել են մեզ եւ վերցրել են Արցախը։ Մենք չենք կարող համակերպվել Արցախի կորստյան հետ։ Եվ ես ուզում եմ մեջ բերել Անգլիայի նախկին ղեկավար Ուինստոն Չերչիլի խոսքերը, որ որևէ հաղթանակ վերջնական չի, պարտությունն էլ դա վախճանը չի, կարևորը չհուսահատվելն ու չհանձնվելն է, մենք չենք հանձնվելու, չենք հուսահատվելու, համախմբելու ենք ամբողջ աշխարհի 10 միլիոն հայությանը մի գաղափարի շուրջ, հզորացնել հայկական բանակը եւ ազատագրել Արցախը։